Նախ եւ առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել թուրք եւ քուրդ ժողովուրդներին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում սկսել են մտածել, թե պետք չէ արդյոք ճանաչել այն, ինչը թաքցրել են իրենցից։ Ամենայն դեպս առաջընթաց կա։ Թուրքիայում չեն ցանկանում ճանաչել այն, ինչը պետք է ճանաչված լինի եւ ինչը Գերմանիայում ճանաչվեց առանձնահատուկ ձևով։ Հարց է ծագում, արդյոք գերմանացիները թուրքերից ավելի խելացի են։ Ես բացարձակապես չեմ կարծում, որ նրանք ավելի խելացի են։ Պարզապես նրանք այլ կերպ են նայում կյանքին եւ կամենում են, որ բիծ չլինի իրենց երեխաների ձեռքերի վրա։ Քանի որ վերջիններս, ինչպես եւ այսօրվա թուրքերը, պատասխանատու չեն այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել անցյալում։ Սակայն այսօրվա սերունդը սկսում է պատասխանատվություն կրել այն պահից ի վեր, երբ ընդունում է այն ժամանակվա թուրք կառավարության ընտրածուղին, որն էր իրականության խեղաթյուրումը թե թերթերում, թե գրքերում։ Բայց այսօր ամբողջ աշխարհում կան այլազգի հեղինակներ, ովքեր գրում են իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, նաև ռուսերեն եւ նկարագրում այն, ինչ իրականում տեղի է ունեցել։ Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր մատնացույց կանեն ցեղասպաններին, եւ հարկ է, որ նրանք խուսափեն դրանից, իսկ խուսափելու ամենալավ միջոցը մեզ հետ մեկընդ միշտ համաձայնության գալն է։ Պետք չէ մեզ հեքիաթներ պատմել, լոլո կարդալ։ Անկարայում թուրքերը շատ սիրալիր են, բայց նրանք պաշտպանում են անպաշտպանելին։ Կարծես իրենք են արել դա, այսինքն մեղավոր են զգում իրենց։ Բայց թող չկարծեն, թե նոր սերունդը պետք է լռի, եթե նախնիները մահացած են։ Ընդհակառակը, մեր ձայնն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ էր։ Մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի լինենք պաշտպանված։ Այդ դեպքում մենք կազատվենք մի բեռից։ Այդ բեռը ժխտումն է։ Խոսքն այն մասին չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք դա գիտենք եւ կրում ենք այդ բեռը, բայց այլ բան է հարկավոր։ Ցանկացած հիվանդության դեպքում գալիս է ապակինվելու պահը, եւ մենք կապակինվենք։